Դժվար է նման խոսույթով անձին հոգևորական անվանել, որովհետև հենց կարդում ես, քեզ թվում է ինչ-որ ենթամշակույթ ունեցող անձի գրառում է կոնկրետ, ապշած եմ մնացել ճիշտն ասած կարդալուց, հետո սկսել եմ այլևս իրենցից որևէ մեկից որևէ բանից չզարմանալ։ Իհարկե հնարավոր չի, իհարկե իրենք իրավունքը դրա չունեն եւ վստահաբար, եթե փորձեն պառակտում մտցնեն, ավելի շատ իրենց են վնասելու, քան ժողովրդից որևէ մեկին կփորձեն արգելել եկեղեցի մտնել։ Ես ուղղակի մեր հայրենակիցներին, մեր բոլորին ուզում եմ կոչ անել, իրականում ուշադիր լինեն այն բոլոր հայտարարություններին, որ արվում են, որովհետև միտումնավոր որոշ ընդդիմադիր կողմերից փորձում են ցույց տալ, թե իբրև մենք թիրախավորում ենք հայ առաքելական եկեղեցին, բայց մենք պետք է հստակ գիտակցենք, որ ոչ թե եկեղեցին ուզում ենք թիրախավորել, այլ ընդհակառակը եկեղեցին ուզում ենք մաքրել ոչ հավատացյալներից, որոնք այսպես սքեմի տակ մտած փորձում են իրենց ցույց տալ որպես հոգևոր հայրեր, ինչը իրականում իրականությունից բավականին հեռու է ու եկեղեցին մաքրելու այլ ճանապարհ չի մնում, քան հենց դրա այդ խնդիրների մասին խոսել եւ փորձել այդ ճանապարհով առաջ գնալ։